ԱՄՆ-Մեքսիկա սահմանի ապաստարանների տերերը ուրախությամբ են ընդունում եզակի միգրանտների այս խմբին, որ Թրամփի միգրացիոն խիստ քաղաքականությունն անտեսելով համառորեն ուզում են գնալ Ամերիկա։ Բողոքում են ապաստարանների տերերը, անճանաչելի է դարձել այս սահմանը, չկա միգրանտների այն մեծ հոսքը, որ նախկինում կար։ Թրամփը կործանարար ազդեցություն ունեցավ, նույնիսկ մենք չէինք սպասում այսպիսի սցենարի։ Մեծ քանակով վենեսուելացիներ, կոլումբիացիներ եւ էկվադորցիներ են հայրենադարձվում կամ աքսորվում, ինչպես կուզեք անվանեք։ Միգրանտների հոսքը 90%-ով նվազել է ԱՄՆ նոր նախագահի միգրացիոն քաղաքականության խստացումից հետո։ Նկատում են սահմանում աշխատողներն ու ցույց տալիս դատարկ ապաստարանները։ Այս սենյակները միգրանտներին վարձով տվող Օլգա Սանչեսը պատմում է, որ Բայդենի կառավարման ժամանակ օրական ամենաքիչը 1600 միգրանտի էին ընդունում։ Հիմա նրանց թիվը 8 անգամ քիչ է։ Նախագահ Թրամփի առաջին կառավարման ժամանակ էր նվազել միգրացիան, բայց ոչ այս տեմպով։ Անկեղծ ասած սիրտս մխկտում է, երբ տեսնում եմ ինչպես են մարդիկ լացելով արտաքսվում։ Նրանք շատ հուսահատ են ու վախեցած։ Արտաքսված միգրանտներից ոմանք ճարահատյալ համակերպվում են իրականության հետ։ Վերադառնում եմ իմ հայրենիք, Հոնդուրաս։ Զղջում եմ, որ լքել եմ երկիրս ու ընկել այս ծանր պատմության մեջ։ Ես ընդամենն ուզում էի ընտանիքս լավ պահել։ Պանաման ազատ է արձակել իր ճամբարներից Միացյալ Նահանգներից արտաքսված բազմաթիվ միգրանտների։ Արտաքսված իրանցի այս աղջիկը պատմել է, որ Պանամայում իրենց հետ վատ են վարվել։ Այս պահին ես նույնիսկ չգիտեմ, թե որտեղ եմ քնելու, որտեղ եմ սպասելու, որովհետև բոլորս այստեղ ենք հայտնվել շատ հանկարծակի, առանց փողի, առանց որևէ տեղեկության, շատ վատ վիճակում ենք։ Ինքը լքել է Իրանն ու ապօրինաբար հաստատվել ԱՄՆ-ում իր խոսքով Իրանի կառավարության բռնաճնշումներից զզված։ Հայրենիքը լքելու նույն պատճառն են ունեցել խմբում եղած ռուսներն ու պակիստանցիները։ Չնայած ստորաքարշ այս պայմաններին, արտաքսվածները շարունակում են ապրել ամերիկյան երազանքով։ Լիլիթ Գասպարյան, Նորայր Հակոբյան, Հայլուր։